Գյումրիի քաղաքապետին դուրս շպրտելու մասին վարչապետի հայտարարությունից հետո Փաշինյանի կուսակիցները մեկը մյուսի հետևից սկսել են պնդել, թե Վարդան Ղուկասյանը գնալու է, բայց երբ ու ինչ սցենարով են պատկերացնում ընդդիմադիրների միավորման արդյունքում քաղաքապետ ընտրված Ղուկասյանի հեռացումը, չեն բացահայտում։ Ընտրություններից կես տարի անց վարչապետը օրերս խորհրդարանի ամբիոնից կասկածի տակ դրեց արդյունքները, պնդելով, թե ընտրակաշառք է բաժանվել ու տեղի ունեցած թյուրիմացությունը պետք է շտկվի, նկատի ունենալով Ղուկասյանի համայնքապետ ընտրվելու հանգամանքը։ Ղուկասյանը ընտրություններից հետո նաև իր վերջին ասուլիսում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի սլակն ուղղել էր հենց ՔՊ-ի կողմը, ասելով, թե փաստեր ունի։ Այդ դեպքում ինչու չի ներկայացնում դրանք։ Ով չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառքը։ Կդամ այդ փաստերը։ Ես այդ փաստերը երբ պետք եղնի կբարձրաձայնեմ կդամ։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը երեկ հանրայինի եթերում գլխավոր դատախազին դիմեց, թե ընտրակաշառքի մասին Ղուկասյանի հայտարարությունը ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում։ Եվ ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի քրեական գործ հարուցվի, բարձեն արդյոք եղել է որևիցե մեկ անգամ 60 դրամի որևէ ընտրակաշառքի դեպք, եւ եթե չէ, մարդիկ իրենց հայտարարությունների համար պատասխան են տալու։ Գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, որ ուսումնասիրում են։ Ինքը Ղուկասյանը 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման հոդվածներով։ Գործը հակակոռուպցիոն դատարանում մի քանի տարի է քննվում է։ Միայն փողերի լվացման հոդվածով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ կա։ Նախընտրական վերջին օրերին եւս մեկ վարույթ ավելացավ հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով, որում Ղուկասյանը դեռ որևէ կարգավիճակ չունի։ Սրա համար հիմք է դարձել համացանցում տարածված ձայնագրությունը։ Գյումրիի քաղաքապետով հետաքրքրված է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Մի վարույթով ուսումնասիրում են, թե արդյոք շահերի բախում է այն հանգամանքը, որ Ղուկասյանը իր փեսային իր առաջին տեղակալ է նշանակել։ Երկրորդն էլ փեսայի նկատմամբ է, որ նա հանրային ծառայողի մասին օրենքի չի կարող աներոջ ենթական լինել, օրենքն արգելում է։ Հանձնաժողովը եզրակացությունը կհրապարակի հոկտեմբերի վերջին։ Հնարավոր է նաև, որ հակակոռուպցիոն դատարանը վճիռ կայացնի։ Գուցե հենց սա է պատճառը, որ ՔՊ-ականներն ավելի բուռն են քննադատում ու նաև պնդում, որ Ղուկասյանը գնալու է։ ՔՊ-ական падգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, քրեական գործերը մինչև ընտրական պրոցեսներին մասնակցելն են հարուցվել, եւ Ղուկասյանը կփորձի ամեն կերպ դրանք քաղաքականացնել։ Մտնելով քաղաքականություն, հետագայում այդ քրեական գործերի ելքերի արդյունքում փորձելու է այդ քրեական գործերը քաղաքականացնել։ Այսինքն մտնել, այսպես ասած, հալածյալի դիմակի տակ։ Այսօր քաղաքապետին աջակցող հայտարարություն է տարածել Ավագանու կոմունիստական կուսակցություն խմբակցությունը, որի ցուցակով էլ Ղուկասյանն առաջադրվել էր։ Ընդ որում հայտարարությունը հրապարակվել է քաղաքապետանի ֆեյսբուքյան էջում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրի բարձր ամբիոնից Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը խոսքի, մտքի ազատությունը այլախոհներին բարոյապես եւ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի։ Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ որ падգամավորների կողմից։ Հանգիստ թողեք Գյումրին, զբաղվեք ձեր աշխատանքով եւ ընդունեք իրականությունը։ Վարչապետին Ղուկասյանի մասին խորհրդարանում հարց տված ՔՊ-ական Սարուխանյանն ասաց, թե Կոմկուսի հայտարարությանը ծանոթ չէ, բայց մեկ անգամ եւս պնդեց, որ քաղաքապետը գնալու է, չհստակեցնելով մանրամասները։ Առաջին հերթին անելու է, կարծիքով են գյումրեցիներն են, այսպես ասած, դուրս շպրտելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող համայնքի ղեկավարին։ Հենց հասունանա այդ պահը, միանշանակ ես վստահ եմ, որ իրենց փասապուսեկը հավաքելու եւ գնալու են։ Ժամկետ մոտավոր։ Ես որևէ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ արդեն իսկ մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ։ Հնարավոր է, որ փորձված ճանապարհով գնան։ Օրինակ Հարևան Ախուրյանի, երբ կոալիցիա կազմած երկու ուժերի Ավագանու անդամները միացան ՔՊ-ին ու պակասող 2 մանդատն ապահովելուց հետո դաշնակցական համայնքապետը հրաժարական տվեց, ապա Ավագանիում մեծամասնություն դարձած ՔՊ-ն իշխանությունը վերցրեց։ Արդյոք կփորձեն Կոմկուսից մարդկանց ներգրավել ՔՊ-ի կողմը։ Օրենքով սահմանված
եւ մեր սահմանադրությամբ սահմանված կարգով ցանկացած սցենար, ես բաց ասեմ, հնարավոր է։ Իսկ Ղուկասյանն իր ասուլիսում հիշեցրել էր իշխանություններին, որ իրեն ժողովուրդն է ընտրել։ Ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը Եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր։ Ղուկասյանը հայտարարել է, որ մի դեպքում ինքը ինքնակամ կլքի պաշտոն է, երբ 26 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթի։ Սարուխանյանն ասում է, այսօրվանից արդեն կարող է հավաքվել եւ գնալ, քանի որ վստահ է իրենց քաղաքական թիմի հաղթանակում։